Սարգսյանը եւ առաջին հայացքից տպավորություն էր, թե դա ուղակի պատահական անցորդներ են։ Ժողովուրդ զանգել է, ասում են, պարոն Ղուկասյան, կողել են շենքի դալանի տակ, հավքել են մի քանի հոգու։ Անդից հատ բաց են թողը, դե լագողը գիտի արդեն ովքեր են։ Մոտենամա բարև ձեզ, ում եք ընտրելու, այնի Սերժ Սարգսյան, բարև ձեզ, ում եք ընտրելու, Հանրապետական կուսակցություն, բարև ձեզ, ում եք ընտրելու։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Սերժ Սարգսյան, դու քեզ ես խապը, թե ժողովրդին։ Չէ, հարց։ Ում ես դու խապում։ Լավ, ինչ ձևով, ինչ մեթոդով բացատրենք, որ ձեզ վերարտադրումը բացառվում է, ուղղակի բացառվում է, ձեզ և տուպոյ ռուսներին։ Вот как объяснить русским идиотам, что возврат к власти бывших исключено? Миран Погосян, Аршак Карапетян, Шармазанов и так далее. Исключено. Не будет этого. Вот я не знаю, какая ветвь правительства Российской Федерации занимается этими идиотами. Какой идиот оттуда еще плюс. Что думает, что бывшие, но они же и нынешние, могут произвести переворот или прийти к власти в Армении. Вы что, совсем охуели? Не будет. Ուրիշ հերոս մանեկեք, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և նմանատիպես երևույթներից յանց այդ սպուտնիկ աղբի տղեկից յան տվեք, չի լնելու, որովհետև ոչ մի տարբերություն այս գանդոնները թե այն, բոլորն էլ բոզի տղա են, ու Ռուսաստանը հույսը դրել է Քեթենի Միրանի կամ Արշակ Կարապետյանի վրա, Շարմազանովի վրա, մի հատ էլ փողոցում հարցում են կազմակերպում, իբր թե միամիտ են մոտենում, Սերժ Սարգսյան, իսկապես Սերժ Սարգսյան, ուզում եմ հասկանամ, դու քեզ ես խաբում, թե ժողովրդին, եկա մարդ ես այդ տղա, այ մարդ, չեմ էլ ուզում հայոյ եմ, որ դու նայես էֆիրն, էլի, գնա, Ինգես Սերժ Սարգսյան, գնա թոշակի, քո այդ միլիարդները վեկալ վերենգի, մինչև կգա մի հատ նորմալ մարդ, քեզի կվեկալի կտանի բերդ։ Աբովյան քերակատարողական հիմնարկ։ Մենք անդրադարձել էինք այս բոզի տղա հիմնարկին, որտեղ որ Երևակայի ամենասարսափելի բարքերն են տիրում, բոլոր գաղութների մեջ։ Գեղամ Վարդանյան, Աբովյան քերակատարողական հիմնարկի ռեժիմի պետ, Ինգեր Աբազյան, գրի մոտետ, բոզի տղա բարես ամենաբուն իմաստով, իշ սիրած նախընտրելի կալանավորների և դատապարտյալների համար, կին բնականաբար և տրանսվիստիտ, բերթամը թուլա տալիս, որպիսի քերակատարողական հիմնարկ մտնի կրիստալ։ Մեզ տվել են, ուրեմն, Կրիստալ մծնողի անունը տրանսվիստիտ կամ տրանսգենդեր չգիտեմ ոնց է կոչվում դա, Վիկա անունով տեսակցողը, որը որ եղունգի տակ դնելով կրիստալի հայտիկները որպես եղունգի բաղադրիչ մաս կամ զարդ, մծնում է բերդ։ Տեսակցության ժամանակ փոխանցելով էդիտա, մեդիտա, ինչ-որ դրանց։ Գասպարյան Էդո անունով ղախպի տղեն, ուրեմն, որը որ ունենում է, ես չեմ հասկանում, սա ինչ տիպի աբանը ղզղնես, առաջ տենց ղզղնած չէր ոնց որ, դե սրան որ ճանաչում էի, գոյություն ունի տրանսվիստիտ կամ տրանս Լարա անունով, ինձ նկարն էլ ուղարկել էին սենց թրաշող ակնոցներով տղայա զոկված զարդարված, սա անգամ սեռական հարաբերություն է հետ ունեցել դրա հետ բերթում։ Գումարած դրան, գոյությունի կալանավոր ոմն անուշ, որը նստածա նարկոտիկով, գրի մոտդ անդոն, որդին բարիգա, վերջերս ազատվել բերթից, մայրն էլ եվս բարիգա, դեղը ծախմա տնից։ Սրա նարկոտիկներն են բերում, այս տրանսվիստիտները Գեղամ Վարդանյանի բարձր հովանու ներքո, անդո, իսկ ես ասեցի ես բերթով զբաղվի, դու զբաղվում ես, ոնց որ թե չէ։ Ամբողջ կանանց գաղութը վախտամա նարկոտիկով։ Քանի որ գնաց խոսք
Մայոր Չիբուխչյան։ Այո։ Բարև ձեզ մայոր Չիբուխչյան, ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը։ Ձեր գիտակ թուղթ ու գրիչ կա, պարոն Չիբուխչյան։ Ուրեմն ձեր մոտ գտնվում է Հայկ Արտակի Գալստյան, անուն ազգանունով կալանավոր, որը վերջերս է էքստրադիցիա եղել Վրաստանից։ 5-րդ կորպուս Հայկ Արտակի Գալստյան, 5-րդ կորպուս 46 խուց։ Այո։ Ուրեմն վերջինս իր ձեռքի տակ ունի հեռախոս, որով որ շատ ակտիվ սոցիալական ցանցերով պատրաստում է վարքաբեկիչ նյութեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, օրինակ Գայանե Զարգարյան, Արիաննա Հովսեփյան եւ այլ անձանց վրա։ Ես ուզում հասկանամ ձեր կալանավորի մոտ որ հեռախոս կա, ձեր Բերդի ռեժիմի պետը տեղյակ է թե ոչ։ Ես չեմ կարող ասել Բերդի ռեժիմի պետը տեղյակ է թե ոչ, եթե տեղյակներ հաստատ արդեն արձագանքել ենք մենք։ Դե ես ինֆորմացիան փոխանցում եմ ձեզ։ Այո։ Ինչպես։ Դե ինֆորմացիան փոխանցում եմ ձեզ, որ խցում ինքը ունի հեռախոս, մարդ ով որ մեղադրվում է 1.5 միլիարդ նարկոտիկի շրջանառության համար, ակտիվ կապի մեջ է հոր հետ էլ գտնվում է Նոբարաշեն քերակատարողական հիմնարկում, դե Նոբարաշեն քերակատարողական հիմնարկի պետին ես հեսա կանդրադառնամ, բայց դուք այդտեղ որպես իգիտություն փոխանցեք ձեր Բերդի ադմինիստրացիային, որ ձեր կալանավորի մոտ կա հեռախոս։ Շնորհակալություն։ Անպայման կփոխանցենք, մենք էլ շտապ կարձագանքենք ձեր։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ Արտակ Գալստյանի որդին վերջերս գլխավոր դատախազության պահանջով Վրաստանից արտահանձնվեց Հայաստանին։ Հայաստանի իշխանությունները, քանի որ ամբողջովին արդեն իանցով են արել Արտակ Գալստյան կոչվածին, որդու գտնվելու վայրը պահում էին կոնֆիդենցիալ, ումից ինձնից։ Абսուրդ։ Ես բնականաբար տեղյակ եմ, որ արդեն տեղյակ եմ, որ տեղա որ մխցումը ունի հեռախոս ամեն ինչ, հիմա էլ ասում են, որ շատ հավանական է, եթե դու անես SSS, մենք օտարին բացենք թողելու։ Ես կխնդրեմ իմ փաստաբաններին համապատասխան գրություն ուղարկի Ինտերպոլ, համապատասխան գրություն ուղարկի Վրաստան, որ եւ Ինտերպոլը, նամանավանդ Ինտերպոլը ֆիքսի իամոտ, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե կեղծ ձևով էր հոդված հարուցել մարդու վրա, որ բերման ենթարկել, որ Ինտերպոլին փաստորեն խաբել են, օգտագործել են Ինտերպոլի կարողությունները, 1.5 միլիարդ նարկոտիկի շրջանառությամբ զբաղվող մարդուն բերում են չերես Ինտերպոլ Հայաստան եւ բաց են թողում կամ եթե պիտի բաց թողան, եթե պիտի բաց թողեք, ապա ինչի եք դիմել Ինտերպոլ, ինչի բռնել տվիք, ինչի Վրաստանը բռնեց, հետո որ դուք բերեք եւ քաղաքական առևտուր սարքեիք, այ բոզի տղեկ Արտակ Գալստյանի տղու հարցը։ Ես կխնդրեմ, որ գրեմ, որ սրանց հետո Ինտերպոլը հաշվի առնի ունի իգիտություն, որ Հայաստանի իշխանությունները իրեն օգտագործելով իրականացնում են քաղաքական առևտուր տարբեր մարդկանց հետ։ Ուրեմն մյուսը գրի արգիշ, դու ամեն օր ուրեմն Վահան, Վահե, բոզի